Պարոն Խաչատրյան, ներողություն, կալանավորման միջնորդությունը քննելիս, երբ որ այս փաստերը ներկայացրել եք ու ասել եք, որ կալանքի ենթակա չէ, հիմնավոր եւ այլն, դրա զուգահեռ ներկայացրել եք դատարանին, որ սա քաղաքական հետապնդում է, Փաշինյանի հայտարարությունն է դատարանի ներկայացրել եք, քննիչի արձագանքել է, չգիտեմ, դատախազ ինչ-որ ձևով, բայց քաղաքական ենթատեքստը ներկայացրել եք դատարանին։ Ոչ միայն ներկայացրել ենք, այլ նաև ուղիղ դատավորին հարց ենք տվել, արդյոք ինքը ի վիճակի է որպես դատավոր այս քաղաքական ճնշումների պայմաններում այս հարցին անդրադառնա, հատկապես որ Գագիկ Ծառուկյանը արդարացվեց ընտրակաշառքի վերաբերյալ գործով, որից հետո Հայաստան Հանրապետության վարչապետը հայտարարեց, որ դա կաշառքի դիմաց է տեղի ունեցել, հետևաբար մենք տեսնում ենք, որ այստեղ դատարանների նկատմամբ հստակ ճնշում կա եւ նույնիսկ դատավորին ասում ենք, դու ի վիճակի ես այս հարցին անդրադառնալու, ինքը նշեց, որ մենք ներկայացնենք մեր հիմնավորումները, ինքը դրա կանդրադառնա, բայց մենք տեսանք, որ որոշման մեջ ընդհանրապես դրան որևէ անդրադարձ չկա, որոնք ոչ միայն դրան։ Մեր կողմից ժամերով ներկայացված փաստարկներից գոնե մեկին չի անդրադարձել, գոնե հերքեր։ Գոնե գրել, որ մենք ճիշտ չենք ասում։ Այսինքն անհնար էր դրանք հերքեր, որովհետև բոլոր ապացույցներով էին, ի տարբերություն քննչական մարմնի ներկայացուցի, որը որ ենթադրություններ էր, ընդհանրապես այս Իրանի քաղաքացիների ինչ որ հայտարարություններ։ Կներեք մի բան էլ ասեմ նախորդ հարցի հետ կապված, ուզում եմ որ դա շատ հստակ լինի բոլորիդ համար, էլի։ Ուրեմն տեսեք, Գագիկ Ծառուկյանը ամեն ինչ արել է, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները միաշրջան ավելի բարձր կանգնեն եւ նաեւ տնտեսական լուրջ զարգացում տեղի ունենա։ Այսինքն, երբ որ այս քաղաքացիները եկել են, իրենք ներկայացնում են, որ իրենք Իրանի պետության կողմից ունեն լիցենզիա պետական կոնկրետ ապրանքներ Հայաստանում ներմուծելու, դա նավթամթերքների հետ կապված եւ այլն։ Այսինքն, քանի որ այնտեղ այդ լիցենզիաների պրակտիկան շատ լուրջ է, այսինքն իրենք կարող էին դա այստեղ գալ եւ ներկայացնել։ Եվ որպեսզի Գագիկ Ծառուկյանին համոզեին, նաև ներկայացրել են, որ իրենք պետության ներկայացուցիչներն են, այնտեղից դուք եթե հիշում եք ռեպորտաժներով հայ-իրանական առևտրի պալատը երբ որ բացվում էր, Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի նախարարը եկավ այստեղ, մեր հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ միասին բացումը կատարեցին, դեսպանը Իրանի մասնակցեց, նաև Գագիկ Ծառուկյանին նախագահի մակարդակով Իրանի Իսլամական Հանրապետության հրավերք էր ուղարկվել եւ նա գնացել էր այնտեղ, բայց քանի որ նախորդ նախագահան, որը որ վթարի ենթարկվելու պատճառով մահացավ, այդ նախագահի կողմից էր գնացել է բազմաթիվ նախարարների հետ հանդիպումներ տեղի ունեցել, ամենաբարձր մակարդակի հանդիպում են կազմակերպել եւ այս ամեն ինչը միտված է եղել, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները զարգանան։ Ու դրանից հետո ասել, որ գիտեք ինչ կա, Ծառուկյանը նպատակ չուներ այստեղ բիզնես անելու, միակ նպատակը խեղճ քաղաքացիները գային այստեղ նրանցից հափշտակություն կատարել։ Այսինքն Ծառուկյանը էլի, որ նույնիսկ ով բոլոր բնակավարներում բարեգործություններ է կատարում, սպորտում, մշակույթում, չգիտեմ, բժշկական հարցերում եւ այլն, այս բոլորը դրա մասին գիտեք, այսինքն այդ ամեն ինչը ներդրումներ անելով հանդերձ, այսօր պետք է սպասել, որ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչներին, որ այդպես ներկայանան, այսինքն այստեղ խափեր, հա։ Այստեղ նայեք դուք կարևոր հանգամանք կա միակ, որ այդքան ներդրում կատարելուց հետո պարոն Ծառուկյանը որևէ ներկայացուցիչ չի ունեցել հայ-իրանական առևտրի կենտրոնում, այսինքն ամբողջ կառավարումը թողել է նրանց վրա։ Մեկ ճշգրտում էլի, թեև դուք պարտավոր չեք իմանալ ամեն դեպքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները ազգությամբ իրանցիներ են, թե սա հնարավոր է նաև սադրանք լինի հայ-իրանական հարաբերություններում։ Չէ, կարծեմ թե իրանցի են, այստենց խորությամբ չգիտենք, բայց ինչքանով որ տեղեկատվություն ունենք, իրանցի են։ Մենք չենք կարծում, որ այստեղ սադրանք, ընդհակառակը Իրանի Իսլամական Հանրապետությունը այս պահին եւս միջոցներ է ձեռնարկում, որպեսզի այս բարձր մակարդակի հարաբերությունները պահպանվեն, նույնիսկ լիցենզիան զրկել են այդ ներկայացուցիչներից եւ այլ ընկերության են տվել, որպեսզի նրանց հետ միասին շարունակվի։ Այսինքն իրենք էլ իրենց քննության արդյունքում պարզել են, որ իրենց քաղաքացիների կողմից կան չարաշահումներ, դրա մասին նույնիսկ պաշտոնական գրություններ կան եւ դրա հիման վրա իրենք փորձում են շարունակել եւ դրա մասին եթե չեմ սխալվում դեսպանը նաեւ իր հարցազրույցում իհարկե շատ դիվանագիտորեն անդրադարձավ, բայց նաեւ ընդգծեց Գագիկ Ծառուկյանի բարձր դերը այդ երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ եւ եթե այստեղ պետությունը Ծառուկյանի նկատմամբ չունենար նման վերաբերմունք պետական իշխանություն, ապա նրանք պետք է միայն նպաստեին, որպես այս հարաբերությունները խորը զարգացում ապրեին եւ այն Ծառուկյանի նախաձեռնությունը պետության համար մեծ օգուտներ կբերեր այդ թվում տնտեսական առումով։